Թե Երևանի համար 117 դպրոցում ու թե քաղաքապետարանում վստահեցնում են երեխաները, որոնք թռել են պատուհանից, սեփական նախաձեռնությամբ են դեռ դասերը չավարտած փախել դպրոցից։ Ուսուցիչը նրանց այդ քայլին չի մղել։ Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած ու նախօրեին հանրային հնչեղություն ստացած դեպքի մասին տնօրենն է պատմում։ 9-րդ դասարանի 7 երեխաներ, 5 տղա ու 2 աղջիկ որոշել են չմասնակցել վերջին դասին։ Ռուսերենի դասն է եղել։ Իրենք իջել են առաջի հարկ, որպեսզի մուտքից դուրս գան դպրոցից, սակայն պահակը թույլ չի տվել իրենց, եւ իրենք հետո բարձրացել են երկրորդ հարկ, դասարան չեն մտել եւ երկրորդ հարկի միջանցքից պատուհանից թռել են ներքև։ Հերքում է տարածված տեղեկությունը, թե ուսուցիչը զայրացած լինելով երեխաների վրա հրաժարվել է նրանց հետ դաս անցկացնել ու նախ ինքն է հեռացել։ Դա իրականությանը չի համապատասխանում ընդհանրապես։ Տնօրենն ասում է, դասարանում 34 սովորող կա, ներկաների հետ դասապրոցեսն անցկացվել է։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը հաստատում է, համոզվել են, որ ուսուցիչը դաս անելուց չի հրաժարվել։ Վստահաբար այդպես չի, դասապրոցեսն ընթացել է, մեծամասնություն դասարանի 20 եւ ավելի սովորողներ դասին ներկա են գտնվել։ Դպրոցի տնօրենի փոխանցմամբ այն երեխաները, որոնք պատուհանով փախել են, շրջել են քանակերում։ Հետո դասղեկը, երբ իմացել է այդ մասին, զանգահարել է ծնողներին եւ նրանք երեխաներին տուն են կանչել։ Միայն երեկոյան աղջիկներից մեկը գանգատվել է մեջքի ցավերից։ Ծնողները նրան տեղափոխել են հիվանդանոց, պարզվել է մեկ ողը ջարդված է։ Մենք այցելել ենք երեխային, տնօրենությունը այցելել է երեխային, դասղեկը այցելել է երեխային, զրուցել ենք երեխայի հետ, մեկ շաբաթից վիրահատություն է լինելու։ Հիմա երեխայի վիճակը բավարար է։ Իրեն թույլ չեն տալի, որպեսզի ինքը քայլի, որովհետև նախապատրաստում են, բայց ինքը շրջվում է կողքի, մեջքի է պառկում, բժիշկը թույլ է տվել։ Բայց հետագայում քայլելու խնդիր։ Չէ, հետագայում ոչ մի խնդիր չի լինելու, այո, փառք Աստծո։ Դպրոցի տեսախցիկներից մեկն ուղիղ նայում է այն պատուհանին, որտեղից երեխաները թռել են։ Այդ տեսախցիկները ցավոք սրտի չեն աշխատում, խնդիր ունենք, այո, եւ մասնագետ ենք կանչել, որպեսզի այդ տեսախցիկները սարքեն։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը նշում է, տնօրենից պարզաբանում են պահանջել, մանրամասն կուսումնասիրեն, եզրակացություն կանեն։ Ամեն դեպքում նախնական գնահատականն այն է, որ երեխաների արարքը դպրոցի բաց թողման կամ անզգուշության հետևանք չէ։ Պահակը դուռը չի բացել, դասերն ընթացել են, ուսուցիչն ու դասղեկը եղել են տեղում, իրենց դասն են անցկացրել եւ որևէ մեկի մտքով չէր կարողացնել, թե երեխաները նման քայլի կդիմեն։ Թե կպարզվի դրվագ, որ որևէ մեկը պիտի մի բան ավել աներ ու չի արել ու սա առաջացել է այս հետևանքը, բնականաբար համապատասխան հետևանքներ կունենան։ Մարգարիտ Խաչատրյանը հույս ունի, որ դեռահասության տարիքին բնորոշ այս չարաճճիությունը առիթ կդառնա, որ դպրոցներում զգոնությունը ել ավելի մեծանա։ Իհարկե ցանկալի չի, որ դպրոցը որևէ սովորող կամ սովորողների խումբ թիրախավորվեն, բայց ես կարծում եմ, որ այս խոսակցության զարգացումը միայն ու միայն կնպաստի նրան, որ երեխաները եւ ոչ միայն երեխաները իրենց գործողություններից առաջ նաեւ հետևանքների մասին կմտածեն։ Բնականաբար մենք էլ ուշադրություն ենք հրավիրել, որ գործընկերներ հնարավոր է նաեւ այսպիսի բան, այո, մտքներով անցկացրեք, որ նաեւ պետք է հերթափաությունները բարձր դասարանցիների համար, բարձր հարկերում եւ այլն։ Ոստիկանությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում ստացվել է ոչ թե ծնողներից, այլ բժշկական կենտրոնից։ Տեղեկությունները ստուգման փուլում են։ Աննա Զախարյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։